Ամառը եկավ, իր հետ մեր երկիր բերելով արևմտյան նեղոսի տենդը։ Հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդության արդեն 1 դեպք է արձանագրվել։ Վարակվողը միջին տարիքի քաղաքացի է։ Բուժարուն դիմել է հիվանդանոց գլխացավ, մկանացավ, ջերմություն, գլխապտույտ, սրտխառնոց գանգատներով, կատարվել է գլխուղեղի MRT հետազոտություն, ախտորոշվել է մենինգիտ եւ դրա կապակցությամբ արդեն իսկ իրականացվել են համապատասխան հետազոտություններ, այդ թվում նաեւ կազմակերպվել է արևմտյան նեղոսի տենդի վերաբերյալ հետազոտություն եւ ախտորոշումը հաստատվել է։ Բուժառուի վիճակն այժմ կայուն է, բժշկի խոսքով պատրաստվում է դուրսգրման։ Մարդուց մարդուն այս վարակը չի փոխանցվում, եւս մեկ անգամ հիշեցնում են մասնագետները, նշում վարակիչները այս տեսակի մոծակներն են։ Հիվանդությունը 80% դեպքերում ընթանում է անախտանիշ, 20% դեպքերում հնարավոր է քաղաքացիների շրջանում ունենան գլխացավ, գլխապտույտ, ջերմություն, սրտխառնոց, մկանացավ, երբեմն նաև մաշկի ցանավորում, այսինքն ինչ-որ հատուկ սպეციფիկ ախտանշաններ չունի հիվանդությունը։ Վարակվածների միայն 1%-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում, որի ժամանակ կարող են դիտվել սաստիկ, տանջող գլխացավեր, ջերմության բարձրացում մինչև 40 աստիճան եւ ավելի։ Բոլոր տարիքներն էլ կարող են վարակվել, սակայն առավել ռիսկային խումբ համարվում է մեծահասակները ու ասեմ, որ կլինիկական բարդությունները, մենինգիտը, մենինգոենցեֆալիտը առավելապես նկատվում է տարիքային, այսինքն 70-80 տարեկանների շրջանում։ Առաջին անգամ նախորդ տարի ամռանն է մեր երկրում արևմտյան նեղոսի տենդ հիվանդության դեպքեր արձանագրվել։ Հիմնականում հիվանդությունը տարածված է եղել Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում։ Այդ են տեղերներ, որտեղ ջերմաստիճանի ու խոնավության այդ պայմանները բարենպաստ են մոծակների զարգացման համար։ Նախորդ տարի Հայաստանում այս հիվանդությամբ վարակվել է 132 հոգի, մահացության 4 դեպքով։ Կանխարգելման համար խորհուրդ է տրվում օգտագործել հակամիջատային ցանցեր, միջատավանիչ հատուկ միջոցներ, իսկ ջրային տարածքներ այցելելիս կրել փակ հագուստ։ Քրիստինե Թորոսյան, Լիանա Խաչատուրյան, Էդգար Դավթյան, լուրեր։